Զանազան անվան տակ այդ սրբապիղծը ինչեր էր պատրաստվում անել մեր երկրում ու աչքերիս ուղղակի չեմ հավատում։ Հասկանում եք, այս մարդը տարուց ավել է կաթիլ հավաքել է ձեր վստահությունը, չգիտեմ, իր հոգևորականի արտաքինով, վեղարով, աղոթքով, հիշում եմ ճանապարհներին գառ էր գրկում, չգիտեմ ինչեր էր անում, որպեսզի հետո գա եւ օրինակ տրաքասնի ձեր մեքենաները, ձեր տների վրա կրակեն, չգիտեմ ինչեր անեն, ձեր ու ձեր երեխեքի կյանքը վտանգեն։ Ու այդ ամեն ինչը հոգևորական անվան տակ։ Ու մենք օրինակ հյուսիսային տերևաթափներ, չգիտեմ ինչեր, տարբեր երկրներում բացահայտել ենք էլի ահաբեկչական գործողություններ, բայց հասկանում եք դրանց մասնակիցները ինչ որ քրեական թերմացքներ են եղել։ Ոչ թե երկրիդ ինչ որ թեմի առաջնորդը, սա ուղղակի մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում։ Ու անիծվի են օրը, երբ որ դուք ինչ որ մի քաղաքացու օգնել եք հաղորդակից լինել Աստծո հետ, ուղղակի անիծվի այդ օրը։ Ու բոլոր այն քաղաքական գործիչները, կլինեն խորհրդարանական թե արտախորհրդարանական, որոնք աջակցել են այս տականքին, բոլորը հավասարապես պետքա կիսեն